Շատ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, որ օրգանիզմը կարող է ամիսներով փորձել զգուշացնել ինչ-որ խնդրի մասին, բայց ամեն ինչ սկսվում է այնքան սովորական փոփոխություններից, որ մարդիկ պարզապես ուշադրություն չեն դարձնում։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ երբ վերջապես հասկանում են իրական պատճառը, շատերը զարմանում են, որովհետև երբեք չէին մտածի, որ դա կարող է կապված լինել հենց ցինկի պակասի հետ։ Որոշ նշաններ այնքան անսպասելի են, որ մարդիկ դրանք լրիվ ուրիշ բանի հետ են կապում։ Այս տեսանյութում կտեսնենք, թե ինչ է իրականում տեղի ունենում օրգանիզմում, երբ ցինկը սկսում է չբավականացնել։ Եթե ուզում եք հասկանալ ձեր օրգանիզմի ազդանշանները եւ ժամանակին կանխել խնդիրներ, անպայման բաժանորդագրվեք ալիքին, որովհետև այստեղ խոսում ենք առողջության մասին պարզ եւ հասկանալի ձևով։ Մինչ նշաններին անցնելը նախ հասկանանք մի շատ կարևոր բան։ Ինչու է ցինկը ընդհանրապես այդքան կարևոր օրգանիզմի համար։ Շատ մարդիկ լսել են ցինկի մասին, բայց իրականում չեն պատկերացնում, թե այն ինչ մեծ դեր ունի մեր մարմնում։ Ցինկը մասնակցում է հարյուրավոր տարբեր գործընթացների, սկսած իմունային համակարգից մինչև մաշկի, մազերի, եղունգների եւ նույնիսկ հորմոնալ հավասարակշռության հետ կապված գործընթացներ։ Այսինքն, երբ օրգանիզմում ցինկը սկսում է չբավականացնել, փոփոխությունները կարող են արտահայտվել լրիվ տարբեր ձևերով։ Եվ հենց դրա համար էլ մարդիկ հաճախ երկար ժամանակ չեն հասկանում իրական պատճառը, որովհետև առաջին փոփոխությունները սովորաբար շատ սովորական են թվում։ Մարդը կարող է մտածել, որ պարզապես շատ է աշխատում, քիչ է քնում, ստրեսի մեջ է կամ պարզապես օրգանիզմը թուլացել է, բայց իրականում օրգանիզմը կարող է երկար ժամանակ ազդանշաններ տալ։ Առաջին փոփոխություններից մեկը, որի մասին շատ մարդիկ հետո են սկսում մտածել, կապված է ընդհանուր ինքնազգացողության հետ։ Եթե օգտակար է այս տեսանյութը ձեզ համար, խնդրում ենք հավանել այն։ Մարդը սկսում է զգալ, որ նախկինի պես էներգիա չունի։ Նույն աշխատանքը, նույն առօրյան, բայց հոգնածությունը կարծես ավելի արագ է գալիս։ Երբեմն մարդիկ նույնիսկ առավոտյան են արթնանում հոգնածության զգացումով։ Եվ ամենաբարդը այն է, որ այս ամենը սովորաբար կապվում է միայն ստրեսի կամ քնի պակասի հետ։ Բայց օրգանիզմը հաճախ հենց այսպիսի փոքր փոփոխություններով է սկսում ցույց տալ, որ ներսում ինչ-որ բան հավասարակշռված չէ։ Հաջորդ կարևոր փոփոխությունը կապված է արտաքին տեսքի հետ։ Եվ այստեղ խոսքը միայն գեղեցկության մասին չէ։ Օրգանիզմը շատ հաճախ հենց մաշկի, մազերի եւ եղունգների միջոցով է ցույց տալիս իր ներքին վիճակը։ Շատ մարդիկ սկսում են մտածել, որ մազերը դարձել են ավելի թույլ, կորցրել են նախկին փայլը կամ սկսել են ավելի շատ թափվել, բայց սովորաբար փորձում են փոխել շամպունյը կամ արտաքին խնամքի միջոցները, չմտածելով, որ խնդիրը կարող է ներսից լինել։ Նույնը վերաբերվում է նաև եղունգներին։ Երբեմն դրանք դառնում են ավելի փխրուն, ավելի հեշտ են կոտրվում կամ դանդաղ են աճում, իսկ մաշկը կարող է դառնալ ավելի զգայուն կամ չոր։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մարդիկ սովորաբար այդ փոփոխությունները իրար հետ չեն կապում։ Մեկը վերագրում են եղանակին, մյուսը հոգնածությանը, երրորդը տարիքին։ Բայց երբ այդ փոփոխությունները սկսում են միաժամանակ հայտնվել, արդեն արժե ուշադրություն դարձնել օրգանիզմի ընդհանուր վիճակին։ Ցինկը կարևոր դեր ունի նաև իմունային համակարգի աշխատանքի մեջ, եւ հենց դրա համար էլ որոշ մարդիկ սկսում են զգալ, որ օրգանիզմը նախկինի պես արագ չի վերականգնվում։ Երբեմն մարդը պարզապես զգում է ընդհանուր թուլություն, բայց չի հասկանում ինչու։ Բայց այստեղ կա եւս մի հետաքրքիր հատված, որի մասին շատ քչերը գիտեն։ Ցինկը կապված է նաև համի եւ հոտի ընկալման հետ, եւ որոշ մարդիկ սկսում են նկատել, որ սննդի համը կամ հոտերի ընկալումը կարծես փոխվել է։ Սա այն նշաններից է, որի մասին մարդիկ ամենակիչն են մտածում։
Բայց մասնագետները հաճախ ուշադրություն են դարձնում հենց այս փոփոխությանը։ Իսկ հիմա ամենակարևոր հարցը՝ ինչու է ցինկի պակասը այդքան տարածված դարձել։ Իսկ հիմա գրիր մեկնաբանություններում քո տարիքը եւ ինչ հիվանդություն կամ անհանգստացնող խնդիրներ ունես։ Մեր մասնագետները շատ արագ կարձագանքեն եւ կնշեն ամենաօգտակար խորհուրդները։ Պատճառներից մեկը ժամանակակից սննդակարգն է։ Շատ մարդիկ սնվում են արագ, անհավասարակշռված կամ միօրինակ։ Իսկ օրգանիզմը երկար ժամանակ չի ստանում այն ամենը, ինչ անհրաժեշտ է բնական հավասարակշռության համար։ Ցինկ պարունակող հիմնական մթերքներից են միսը, ձուկը եւ ծովամթերքը, ձուն, ընկույզները ու սերմերը։ Բայց նույնիսկ այս մթերքների օգտագործման դեպքում կարևոր է նաեւ ընդհանուր ապրելակերպը։ Քանի որ երկարատև ստրեսը, վատ քունը եւ մշտական հոգնածությունը նույնպես ազդում են օրգանիզմի ընդհանուր հավասարակշռության վրա, եւ այստեղ շատ մարդիկ ընկնում են փակ շրջանի մեջ։ Քիչ էներգիա, վատ քուն, ավելի մեծ հոգնածություն, ավելի մեծ ստրես, իսկ օրգանիզմը շարունակում է ազդանշաններ տալ։ Հենց դրա համար էլ շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն մեկ ախտանիշի, այլ ամբողջ պատկերին։ Քուն, էներգիա, մաշկ, մազեր, եղունգներ, ընդհանուր ինքնազգացողություն։ Որովհետև օրգանիզմը սովորաբար երկար ժամանակ է ազդանշաններ տալիս, մինչ ավելի լուրջ խնդիրների հասնելը։ Բայց լավ նորությունն այն է, որ երբ մարդիկ սկսում են ավելի ուշադիր վերաբերվել իրենց օրգանիզմին, շատ դեպքերում ընդհանուր վիճակն էլ սկսում է աստիճանաբար փոխվել։ Կարևոր է ավելի հավասարակշռված սնվել, նորմալ քնել, նվազեցնել մշտական ստրեսը եւ չանտեսել օրգանիզմի փոփոխությունները։ Քանի որ շատ դեպքերում հենց փոքր փոփոխություններն են լինում ամենակարևոր ազդանշանները։ Եթե այս տեսանյութը օգտակար էր քեզ համար, մի մոռացիր լայք դնել եւ բաժանորդագրվել ալիքին։ Քանի որ այստեղ մենք պարբերաբար խոսում ենք առողջության, օրգանիզմի ազդանշանների, վիտամինների եւ տարբեր կարևոր թեմաների մասին, պարզ եւ հասկանալի ձևով։ Կարդում ենք բոլոր մեկնաբանությունները եւ հնարավորինս արագ արձագանքում ենք։